Ավելի այսպես ասած կենթանի շփվել։ Ես հավաստիացնում եմ սիրելի գործընկերներ, որ մի օր Սամվել Կարապետյանը դուք կտեսնեք անգամ ֆիզիկա Եվ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ հանդես եկավ, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց, որ կցանկանանք Հայաստանում հուսամետ ուժերը մասնակցություններին եւ իշխանությունները սլաքները ուղղեցին ուժեղ Հայաստանի ուղղությամբ դուք արդյոք համարում եք, որ ուժեղ Հայաստան կուսակցության Սամվել Կարապետյանի ներուղված Պուտինի այս խոսքերը Եթե Նիկոլ Փաշինյանը գտնվելով Ռուսաստանում նշում է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, միայն այն բանից հետո, երբ նշում է իր բառերն եմ ցիտում, ասում է, որ Վլադիմիր Պուտինն է այդպես ասել եւ ինքը սպասում էր այդ հայտարարությունը, որպեսզի ինքը եւս կրկներ դա, ապա կարելի ասել, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը ղեկավարում է տպավորությունը ինչ-որ մեկի կողմից։ Ինքը կարելի ասել, որ ինչ-որ մեկին էր սպասում ինչ-որ մի հայտարարություն անելու համար, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը արդյոք պիտի սպասի ինչ-որ մեկին, նաև այսպես ասեմ, որպեսզի ճանաչի Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Կարելի ասել, որ ղեկավարվում էր անգամ ինչ-որ մեկի կողմից։ Իսկ այսօր ում կողմից է ղեկավարվում։ Կարելի ասել, որ նա սպասարկում է ինչ-որ մեկի շահը։ Եթե այսօր անդադար դեռևս կրկնում է ադրբեջանական թեզերը, շարունակում է ժողովրդին ահաբեկել պատերազմով, որը կարծում եմ նաև դավաճանական քայլ է սեփական ժողովրդի հանդեպ։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս արդեն ցույց է տալիս, որ իր իշխանության ներսում կան որոշակի ճեղքեր եւ իր իշխանությունը արդեն վերջին է, այսպես ասած խաղը արդեն ավարտվում է գնալով։ Տպավորություն է ստեղծում, որ ինքը կարող է երրորդ անգամ ընտրվել, բայց ժողովուրդն է ցույց տալիս, որ չի հավատում այդ իշխանությանը եւ կանգնում է ուժեղ առաջնորդի կողքին, քանի որ ուզում է ունենալ ուժեղ պետություն։ Հարմարության տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեսանյութերը հրապարակում նշում է, եթե ուժեղ եք, ապա այս արեք, այն արեք, ինչպես եք վերաբերում առհասարակ նման տեսանյութերին վարչապետի կողմից։ Զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է ուժեղ բառի մասին նախ։ Ես չեմ զարմանում նաև որոշակիորեն, եթե ինքը իր թուլությունը ցույց է տալիս այդ տրամաբանության մեջ։ Քանի որ եթե մարդ իր տեսակով ուժեղ լիներ, դիմացինին ուժեղ չէր կոչի։ Ես կարծում եմ ինքն էլ է հասկանում շատ լավ, որ այո, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը իր տեսակով, իր անցած ճանապարհով, իր քաղաքականության այս տրամաբանության մեջ ուժեղը կարող է լինել եւ ապացուցելու է դա։ Քանի որ Հայաստանում իր գործունեությամբ ցույց է տվել, որ ինքը կառուցող է, ոչ թե պառակտող, ինչ այսօրվա իշխանությունն է։ Կարմիր գծերը ստեղծել է ներողություն, կարմիր գծերը, այդ սև ու սպիտակի տրամաբանությունը, որը միայն Փաշինյանի իշխանությունն է։ Կարմիր գծերի հատելու տրամաբանությունն էլ է իրեն եղել։ Մի բարձ բան կա։ Այսօրվա իշխանությունը ֆեյքեր է վարձում, որպեսզի մեր բոլորիս, անգամ ձեր լրատվամիջոցների տակ հայհոյանքներ գտան։ Ես մի բան եմ ուզում ձեզ ցույց տալ, որը կարևոր է նաև մեր հայրենակիցների համար, թե ինչ է իշխանության պատկերը։ Տեսեք, այստեղ իշխանական մեկ ֆեյք է։ Հիսուս Քրիստոսի նկարով։ Այս է մարդկանց պատկերը, սիրելի գործընկերներ։ Այս մարդիկ այս պատկերներով հայհոյանքներ են գրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեկնաբանություններով, այս է իրենց պատկերը։ Սրբանկարները, սուրբ նկարները օգտագործում են, որպեսզի մարդկանց վախարակեն։ Այս է իրենց դեպքը։ Այսինքն կարմիր գծեր չունեն, սրբություն չունեն այս մարդիկ։ Եվ այդ մարդիկ չեն կարող կոչվել Հայաստանի Հանրապետության ղեկավարներ կամ կառավարիչներ։ Իրենք պիտի հեռանան գեղեցիկ կերպով, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետ պիտի լինի արժանապատվություն ունեցող անձ։ Պիտի լինի Սամվել Կարապետյան։ Տեսեք, Սամվել Կարապետյանը հիմա նաև կալանավորված է ի աջակցություն եկեղեցու, երբ խոսք հայտնեց, որ եկեղեցու կողքին է, եւ հրապարակվեց նախընտրական ցուցակը ԿՊ-ի եւ այնտեղ կար կետ, որ ինչպես գրված է եկեղեցու հաստատի պետին պետք է կոչեն հանգստի։ Ինչպես եք վերաբերվում, որ նա նորից կասեք հարցը։ Վեհապար հայրապետին պետք է փոխեն, կոչեն հանգստի եկեղեցու պետին։ Ինչպես եք վերաբերվում, որ նաև սրա համար պիտի ժողովրդից քվեղ կուզեն։ Նախ եկեք հասկանանք, որ ի սկզբանե մեր պայքարը սկսվել է եկեղեցու պաշտպանությունից
Ինչքան էլ որ դա Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, դա իր փոքրիկ խմբակի համար կարող է չլինել, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցույց է տվել, որ ունի մեկ վեհապար հայրապետ։ Արդեն քանի, կարծեմ ես չեմ սխալվում, ես վերջում մեկ նախորդ դատի օրը ես արձանագրել եմ, որ 2 օր չի զեղչվել վեհապար հայրապետի անունով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողացավ ցույց տալ, որ ունի վեհապար հայրապետ, որ ունի եկեղեցի, որ ունի սկզբունքներ, որ ունի արժեքներ։ Այսինքն կարելի է այդտեղ ասել, որ Նիկոլ Փաշինյանը պարտվեց իր հակաեկեղեցական արշավում։ Եվ այսօր մենք հիշում եք, որ անգամ Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրիկ խմբակն էր ասում, որ այս երիտասարդական շարժումը հնարավոր է հաջողություն չունենա։ Այսօր արդեն մենք հանդես ենք գալիս դաշինքով եւ հայտարարում ենք, որ մասնակցում ենք ընտրություններում եւ ունենալու ենք մեծագույն հաղթանակ։ Երբ որ այստեղ տեսնելու եք մեծ պատկեր, երբ որ այստեղ տեսնելու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու հոծ բազմություն եւ դա ապացուցել է, որ մենք ունենք մեծ կոնսոլիդացիա, որտեղ ցույց ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի լինելու հաջորդ վարչապետը։ Սա կարծում եմ փոքրիկ խմբակի ամենամեծագույն վախը կարող է լինել։ Խնդրեմ անդրադառնալ նաև նրան, երբ ազգային ժողովի ամբիոնից Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք բեռաշոտելով ավելի մեծ քաղաքական օրակարգ են ստեղծում, քան ընդդիմադիր ուժերը։ Զարմանալի է, որ իրենք փորձում են իրենց տեսեք հետաքրքիր մի բան կա։ Երբ որ իրենք փորձում էին անդադար վերջի 6-7 տարում անընդհատ փորձում էին օրակարգ վերցնել, այսօր իրենց մոտ չի ստացվում օրակարգ թելադրել։ Այդ դեպքում ինչ է մնա անում։ Այսինքն մի փոքր բան անել։ Մի այստեղից մի բան բստրել, մի այնտեղից մի բան բստրել։ Հնարավոր է ես իրեն էլ եմ ասել, Նիկոլ Փաշինյանը կարծես թե տպավորություն է ստեղծում, որ իրեն լայքերն են հետաքրքիր, իրեն հոլովակի դիտողականությունն է հետաքրքիր։ Ես չեմ սխալվում, չէ՞, որ ինքը անգամ նկարները սկրինշոթանում դնում իր էջում։ Ես իրեն առաջարկում եմ դուրս գալ փողոցով, մերկ վազել եւ բղավել Էվրիկա։ Հնարավոր այդպես ավելի շատ լայք են հավաքել, այդպես ավելի լավ օրակարգ կստեղծեն։ Դա իրենց բնորոշ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, որ փոփոխությունները ձեզ համար սոսկ բառեր չեն։ Սին կերտելու, արարելու, ուժեղ հայրենիք ունենալու, ուժեղ Հայաստան ունենալու